Իմ կողմից պատրաստված զեկույցը, որի անվանումը շփոթմունք է, վերադարձի իրականացումը միջազգային իրավունքի եւ հայկական պահանջատիրության կոնտեքստում ես կաշխատեմ հնարավորինս հակիրճ լինել եւ չկրկնել արդեն իսկ հնչած ամեն ինչը։ Յուրաքանչյուր մարդ իր ծննդյան պահից, անկախ բոլոր հանգամանքներից, ունի իրավունքներ եւ ազատություններ։ Միջազգայինորեն սա ընդունված կարգ է, միջազգային հանրությունը այդ ուղղությամբ շատ տքնաջան աշխատանք է տանում, սակայն հայերս այն ազգն ենք, որի իրավունքները, թե կոլեկտիվ իրավունքները, թե անհատական իրավունքները շատ անգամներ խախտվել են եւ շարունակում են խախտվել հենց նույն միջազգային հանրության հանցավոր լռության եւ անգործության ներքո։ Եվ սա նոր չի սկսվել, բայց խոսքս հիմա կվերաբերվի 1915 թվականից սկսած Թուրքիայում իրականացվող եւ առ այսօր շարունակվող ցեղասպանությանը մինչեւ վերջիս ցեղասպանություն, որը բոլոր ասենք դրույթներին համապատասխանում է որպես ցեղասպանություն, խոսքս Արցախի հետ կատարվածի մասին է։ 1915 թվականից առ այսօր միջազգային հանրության աչքի առջև թե ժամանակակից Թուրքիան, որպես Օսմանյան կայսրություն այն ժամանակ, թե հիմա Թուրքիական Հանրապետությունը իրականացնում են եւ աջակցում են հայերիս ցեղասպանությունը, տնազրկումը, էթնիկ զտումները, դրա հիմնական պատճառներից է միջազգային հանրության անտարբերությունը եւ իհարկե մեր ոչ բավարար չափով պահանջատիրությունը ու պայքարը հանուն արդարադատության, մեր իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը։ 1915 թվականից 1923 թվականներին Արևմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության այլ շրջաններում ապրող բնիկ ժողովուրդներ հանդիսացող հայերը, ոչ միայն հայերը, այլ նաեւ հույներ, ասորիները եւ այլ ազգերը, որոնք համարվում են բնիկ ժողովուրդ եւ բնիկ ժողովուրդները ունեն հատուկ իրավունքներ եւ ազատություններ, որոնք պետք է տվյալ պետությունները հաշվի առնեն, անգամ եթե իրենք այդ պետության մեջ իրենք չունեն ստեփական պետականությունը, այնուամենայնիվ բնիկ ժողովուրդների իրավունքները մի քիչ այլ են, տարբերվում են սովորական քաղաքացիների իրավունքներից։ Խախտվել են առ այսօր Օսմանյան կայսրությունը իրավահաջորդ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում եւ չի հատուցում, այլ ցանկացած հարթակ եւ գործիքակազմ, օրինական թե անօրինական, օգտագործում է, դիմում է տարատեսակ հնարքներին ինքնաարդարացման համար։ Թուրքիայի գործունեությունը դրանով չեն սահմանափակվում, այլ նաև տարածվում են Ադրբեջանի կողմից 1988 թվականից բաց սկսած հայերիս հանդեպ բացահայտ իրականացված ցեղասպանությանը, էթնիկ զտումներին եւ այլ հանցագործություններին։ Այն տարածքները, որտեղ որ փաստացի այսօր անօրինական ձևով իհարկե գտնվում են Թուրքիան եւ Ադրբեջանը, իրենց վերահսկողության ներքո են, իրենց կողմից բռնազավթվել են բնիկ ժողովուրդներին, մեծամասամբ հայերին ցեղասպանելու, էթնիկ զտումների իրականացնելու արդյունքում։ Նման հանցավոր ճանապարհով տարածքների վրա իշխանություն հաստատումը դատապարտելի է։ Եվ մեր պարտականությունն է հասնել դրա դատապարտմանը։ Բացի տարածքներից Թուրքիան եւ շարունակվող իրեն շարունակություն Ադրբեջանը հայերիս զրկել են եւ նյութական եւ ոչ նյութական ժառանգությունից, որը նույնպես պետք է առաջ քաշել եւ պահանջատեր լինել։ 1.5 միլիոն հայ ցեղասպանության հետևանքով զրկվել են կյանքի իրավունքից։ Նրանք ունեն իրավահաջորդներ։ Սա ամբողջ ազգի համար շատ մեծ կորուստ է, ոչ միայն եւ մարդկային կորուստ է, եւ իրենց ստեղծած, այսինքն այն, որ իրենք եւ թե բնակչությունը պետք է ավելացնեին, քանի գիտնական, պոտենցիալ գիտնական, բժիշկ եւ այլ մասնագետ է կորցրել ոչ միայն հայ ազգը, այլ ամբողջ աշխարհը, քանի որ մենք բոլորս գիտենք, որ հայերը ամբողջ աշխարհում են, որտեղ բնակվել են եւ գյուտարար են եւ գիտնական են եւ այլն, չեմ ուզում շատ ծավալվել։ Մենք բոլորիս հայտնի է, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում հայերը ունեցել են հսկայական ժառանգություն։ Շատ մեծ դերակատարում են ունեցել տվյալ այդ պայմանական երկրներ կոչեմ իրենց զարգացման վրա։
Եվ թե տնտեսական առումով մենք բոլորս էլ հարկ է նշել մի քանի անուն եւ բարձ կլինի եւ Գյուլբենկյանների անունը կնշեմ եւ Թուրքիա եւ Ադրբեջանի այդ ամեն ինչի զարգացման համար այսօր Ադրբեջանը այսպես հիմնական ոչ միայն Ադրբեջան այլ ամբողջ աշխարհում հիմնական հարցերի լուծման համար հարթակ է հանդիսանում տվյալ երկրների տնտեսական կարողությունները Եվ Ադրբեջանը ինչով է հիմա իրեն տնտեսական այդ կարողությունը ինչով է ապահովում հիմնականում նավթով իսկ այդ նավթի առաջին նավթ արդյունաբերության հիմքում ընկած են եղել հայերը Առաջին նավթահորը պատկանել է Հովհաննես Միրզոյանին եւ այդպես շարունակ բազմաթիվ հայեր դերակատարում են ունեցել եւ հենց նավթ արդյունաբերության նավթ արդյունաբերության համար դա եղել է 1800-ականներին, երբ Ադրբեջանը որպես պետություն առհասարակ գոյություն էլ չի ունեցել։ Պարտադիր եմ համարում նշել, որ Ադրբեջանը որպես այսպես պոլիցիա, որպես պետություն ինքը իր հայտ է եկել 1918 թվականին, իսկ ադրբեջանցիները որպես ազգ սկսել են համարվել 1936 թվականին։ Իրենք ոչ միտեղ, հիմա իրենք շատ խոսում են իրենց իր վերադարձի իրավունքների եւ այլն մասին, իրենք բնիկ ժողովուրդ չեն հանդիսանում առհասարակ ոչ Հայաստանում, ոչ որևէ տեղ, անգամ իրենց պատկանող հիմա փաստացի պատկանող երկրում, որովհետեւ իրենք որպես այդպիսին ազգ գոյություն չեն ունեցել։ Մի րոպե։ Հիմա հիմնական եւ այս դարավոր խախտված իրավունքները 100-ամյակից ավելի մեծ տնազրկել են եւ պատճառել են ամբողջ ազգի, նաեւ հոգեբանական կտանքների են ենթարկել, հոգեբանական ցավ են պատճառել, որովհետեւ ամբողջ հայությունը 100 տարուց ավել, այսպես այդ բարդությունների մեջ է, այդ պահանջատիրությունը պետք է լինի, իսկ պահանջատիրությունը պետք է իրականացվի միջազգային իրավունքի բոլոր կանոններին համապատասխան, մենք գիտենք, որ ցեղասպանությունից հետո կնքվեց Սևրի պայմանագիրը, որը խորհրդային միություն Հայաստանի զավթումից հետո մենք երբ կորցրինք փաստացի մեր անկախությունը ժամանակավորապես կանգ առավ թեպետ հիմա Սևրի պայմանագիրը փաստացի չի գործում Հայաստանի եւ Քուրդիստանի համար սակայն այն իր ունի դե յուրե իրավական ուժ ունի եւ մենք պետք է նախ եւ առաջ որպես իրավական հիմք հիմնվենք դրա վրա եւ մեկ րոպե հիմնվենք հենց Սևրի պայմանագրով սահմանված տարածքների այնտեղ միայն տարածքների մասին չի խոսում, այլ նաև բռնությունների եւ այլն այնտեղ բազմաթիվ կետեր կան, չեմ ուզում հիմա կրկնել։ Վերադարձը նախ եւ առաջ պետք է լինի Արցախահայությունից։ Արցախահայությունը սկսած 1988 թվականներից միջազգային իրեն իրավունքը, ազգերի ինքնորոշմանը ինքը իրացրել է։ Լինելով բնիկ ժողովուրդ, այնուամենայնիվ ինքը եւս մեկ անգամ հաստատել է իրեն Ադրբեջանի կազմից դուրս ապրելու հստակ նպատակը եւ որոշումը։ Ես կասեմ պայմանական 3 անգամ է հանրաքվե անցկացվել։ 2 հանրաքվեի մասին գիտեք եւ երրորդ պայմանական հանրաքվե եմ անվանում այն, որ ամբողջ Արցախահայությունը մեկ մարդու պես, ես դա համարում եմ աշխարհի իրականացած ամենաթափանցիկ, ամենաժողովրդավար հանրաքվեն եւ մեկ մարդու պես այդ տանջանքներից հետո լքեց իրեն ամբողջ այդ ունեցվածքը թողեց եւ դուրս եկավ նպատակը մեկն էր ազատությունը եւ իրեն Ադրբեջանի կազմից դուրս իրեն ապրելակերպի պատկերացումը թեպետ եւ շատ լավ էին պատկերացնում թե ինչ խոչընդոտներ ինչ խնդիրների են մարդիկ բախվելու շատ լավ պատկերացնում են այնուամենայնիվ ազատ Ադրբեջանից ազատ ապրելու այդ հզոր ցանկությունը շատ ավելի վեր էր քան նյութական ինչ որ բաները եւ վերադարձի իրավունքը պետք է իրականացնել հենց ամբողջ հայկական պահանջատիրության համատեքստում նաև գարդմանահայության վերադարձի իրավունքը չի կարելի ոչ մի կերպ թույլ տալ, որպեսզի որևէ խմբակի վերադարձի իրավունք ինչ որ քաղաքական գեոպոլիտիկ ուժերի կողմից շահարկման ենթարկվի, այսինքն մի հատ օրինակ էլ բերեմ ու ավարտեմ ելույթս, ասեն այսինչ գյուղում լավ ենք պահպանել ձեր մշակույթը, եկեք
մի քանի ամիս ապրեք, էլի տեսեք, որ ադրբեջանցիները լավ են։ Նման բան չի կարելի թույլ տալ։ Իսկ ես կարծում եմ ադրբեջանցիները որպես ինքնարդարացման, որպես համաշխարհային հանրությանը այսպես բարի եւ լավ ներկայանալու նպատակով նման բան կարծում եմ, որ կփորձեն անել, մենք պետք է շատ զգույշ եւ զգոն լինենք եւ թույլ չտանք, որ մեր վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ որը պետք է դիտարկենք միայն ամբողջական պահանջատիրության համատեքստում, ռեստիտուցիայի համատեքստում, շահարկման առիթ չդառնա եւ պետք է հասնենք մեր արդարությանը։